մենք ի վերջո չպետք է ասենք, որ Հայաստանի եւ Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում։ Իրանց իշխանական եւ այլ, այսինքն մարդկանց պահել 30 տարի անորոշությունների մեջ եւ որևէ դուք հասկանում եք դա ինչ նշանակում, չստեղծելով նորմալ կրթական համակարգ եւ այլն եւ այդպես չան, ինչի իրանք Ղարաբաղին լուրջ են վերաբերվել, Ղարաբաղին լուրջ են վերաբերվել, ոչ լուրջ չեն վերաբերվել։ Ես հարց եմ տվել 2018 թվին, իսկ քանի հոգի է նույն Ղարաբաղից պետական միջոցներով գնացել թոփ համալսարաններում կրթություն ստացել հետ եկել։ Կարան ասեն քանի հոգի։ Մատների վրա կարելի է հաշվել էնել որոշակի բաներով, որոշակի անձնական կապերով եւ այլնով, այսպես ասած թոփ ընտանիքների թոփ ներկայացուցիչներ։ Պետք է ասենք, որ Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակում են պահել։ Այդ նույն մարդիկ, ում հավաքական իմ անունը ասում եմ, փախածներ, հիշում եք մի անգամ ստեղ ամբիոնից ասեցի, ինչ որ գեներալների մասին են խոսում, որ ասի վախկոտ դավաճանները, այո, վախկոտ դավաճանները եւ փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան, որպես Հայաստանի պետականությունը, Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ։